Երբ որ ասում ենք կարգ հիվանդած կամ գիշերային ժամու, ուրեմն պետք է իմանանք, որ սա նախ մեր 7 խորհուրդներից մեկն է։ Կարելի է ասել կարգ հիվանդացը վերաբերվում է հիվանդին, երբ որ քահանան այցելում է ծանր հիվանդին, քրիստոնեությունը նախ եւ առաջ հոգու եւ փրկության կրոն է։ Հոգեվորական այցելում է հիվանդին, որպեսզի նրան բուժի թե հոգեպես, թե մտավոր, թե մարմնապես։ Աղոթքի մեջ մենք դիմում ենք Աստծուն, քահանան դիմում է Աստծուն, բայց հոգևորականի գալով կայանում է հիվանդ Աստծո ծառայող եւ Աստված այս եռամիասնությունը։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք հայ եկեղեցու 7 խորհուրդներից մեկի մասին՝ կարգ հիվանդած։ Մեր տաղավարում Տեր Հուսիկ քահանա Դողոլյանն է։ Տեր Հայր, նշվում է, որ հիվանդած կարգի միջոցով քահանան հոգեկան ու մարմնական տկարություններից ազատում է հիվանդին։ Հասկանանք ինչ տկարությունների մասին ենք խոսում։ Երբ որ ասում ենք կարգ հիվանդած կամ գիշերային ժամու, ուրեմն պետք է իմանանք, որ սա նախ մեր 7 խորհուրդներից մեկն է եւ վերաբերվում է հիվանդին կամ ծանր հիվանդին, որովհետեւ հիվանդությունը մեր կյանքի ուղեկից երևույթներից մեկն է եւ մենք տեսնում ենք ավետարանի մեջ էլ, երբ որ մեր Տերը քարոզում է բժշկություններով եւ հրաշագործություններով, չէ, բժշկությունները մեր Տիրոջ հրաշագործություն ծանրակշիռ մասն են։ Եվ բժշկելու, քարոզելու եւ բժշկելու պատվիրան ստացան առաքյալները եւ առաքյալների հաջորդներն այսօրվա քահանաներս։ Եվ ուրեմն կարելի է ասել կարգ հիվանդացը վերաբերվում է հիվանդին, երբ որ քահանան այցելում է ծանր հիվանդին կամ ծանր հիվանդն է գալիս եկեղեցի, եւ այս խորհուրդը, ես կուզեմ շեշտեմ խորհուրդը, որ ոչ թե պարզապես աղոթք է, այլ 7 խորհուրդներից մեկն է, որը որ կատարվում է քրիստոնյայի համար։ Տեր Հայր, այսինքն այս խորհուրդը հնարավոր է կատարել նաև տանը։ Այո, իհարկե, եթե մարդը ծանր հիվանդ է եւ չի կարող եկեղեցի գալ, կարող է քահանան է այցելում հիվանդին եւ ոչ միայն կարելի է կատարել տանը, այլ սա այն խորհուրդներից է, որ կարելի է կրկնել բազում անգամներ, ինչքան որ անհրաժեշտությունը կա։ Տեր Հայր, երբ ասում ենք այցելություն հիվանդին, նկատի ունենք եւ ֆիզիկական վիճակը, եւ հոգեվոր վիճակը։ Նայեք, երբ որ մենք այս խորհուրդը վերաբերվում ենք, բնականաբար քրիստոնեությունը նախ եւ առաջ հոգու եւ փրկության կրոն է։ Եվ մարմնական արդեն դրական փոփոխություններն էլ սրա հետ զուգահեռ։ Ուրեմն երբ որ քահանան այցելում է հիվանդին եւ այս կարգը, այս խորհուրդը պիտի կատարվի, խորհրդի ընթացքում ուրեմն ինչն է կարևորվում հիվանդին քրիստոնեական հավատի մեջ հաստատելը, որովհետև հիվանդը նեղությունների մեջ է եւ ուրեմն հնարավոր է տկարանա հավատի մեջ, ուրեմն հավատի մեջ հաստատելը ընթերցվածքներով, շարականներով, սաղմոսներով, Պողոս առաքյալի թղթից ընթերցվածքով, մեր Տիրոջ հրաշագործությունների մասին, բայց նաև ընթերցվածքների մեջ շեշտադրումը կատարվում է մեղքի գիտակցման վրա, օրինակի համար ասվում է, եթե մենք մեզ համարենք անմեղ, Աստծուն սխալ համարած կլինենք, որովհետև Աստված եկավ եւ մեր մեղքերի համար եկավ Աստված աշխարհ, եթե անմեղ էինք, Աստծու գալը անիմաստ էր ուրեմն։ Այսինքն հիվանդին փորձում է ավելի նաև կենտրոնացնել իր մեղքերի վրա։ Կարծես թե մեր եկեղեցու հայրերը ընթերցվածքներին այնպես են դրել, որ հիվանդին տրամաբանորեն համոզում ենք, որ ինչքան էլ դու քեզ անմեղ համարես, որևէ մեղք ունես։ Եվ ուրեմն արդեն գալիս է նաև մեղքի խոստովանությունը, եւ մեր Տերն էլ չէ, երբ որ բժշկում էր, ասում էր գնա եւ այլևս մեղք մի գործի, բժշկությունից հետո քո մեղքերը ներված են, կամ կերպով կարծես թե նաև հիվանդն էր խոստովանում, որ ինքը մեղավոր է եւ մեր Տերը բժշկելուց հետո մեղքի թողություն էր տալիս, այսինքն այս խորհրդի մեջ կա եւ հոգեվոր հոգու բժշկություն եւ մտքի բժշկություն եւ ինչը որ նաեւ նկատելի է նաեւ մարմնի բժշկություն։ Մի խոսքով հոգեվորական այցելում է հիվանդին, որպեսզի նրան բուժի թե հոգեպես, թե մտավոր, թե մարմնապես։
Տերեր, մենք խոսեցինք, թե ինչպես է կարգը կատարվում, ինձ հետաքրքիր է, ինչպես են այդ աղոթքները, այդ խորհուրդը օգնում, որ մարդ նաև ֆիզիկապես բժշկվի։ Վերջի վերջո քահանան Աստծո պաշտոնյան գալով տուն, հա, աղոթքի մեջ մենք դիմում ենք Աստծուն։ Քահանան դիմում է Աստծուն։ Եվ նաև պիտի ասենք, որ խորհրդի անբաժանելի մասն է կազմում քահանայի ձեռք դնելը հիվանդի վրա ձեռնադրությամբ, որովհետև աղոթքի մեջ մենք Աստծուն խնդրում ենք, որ այս ես տկարս, հա, հոգևորականը խոստովանում է նաև իր մարդ լինելը, մեղանչական եւ տկար մարդ լինելը, իմ ձեռքը դնում եմ այս հիվանդի վրա եւ քեզ եմ դիմում կամ քո անունն եմ կոչում, հա, Աստծուն է դիմում հոգևորականը, որպեսզի այս հիվանդին բուժես, այսինքն բուժողը Աստված է։ Բուժողը Աստված է եւ այստեղ կարծես թե հոգևորականի գալով մենք կարող ենք ասել հիվանդն է կարող է ուրեմն իր համար աղոթել եւ հոգևորականը չկար, բայց հոգևորականի գալով կայանում է հիվանդ Աստծո ծառայող եւ Աստված այս երամիասնությունը, ինչպես օրինակի համար խոստովանության պարագայում է եւ հոգևորականը Աստծո կողմից կարգված այն պաշտոնյան է, հա, որը այդ միջնորդի դերը պիտի կատարի։ Այսինքն այստեղ շատ կարևոր է նաև մարդու քայլը, որ ինքը խոստովանի, ապաշխարի։ Իհարկե կարևոր է մարդու քայլը, սրա համար է, որ այդ արարողության մեջ շեշտը դրվում է մարդու մեղքի գիտակցման եւ մարդուն հավատի մեջ ամրացման, որովհետեւ Մաշտոցի մեջ, ուրեմն նախ ասենք, որ Մաշտոցի մեջ այս խորհուրդը գիշերային ժամու, հա, այս վերնագրով է դրված, որովհետև երևի քահանան իր ծառայությունից հետո է այցելել, արդեն երեկոյից հետո է այցելել դրա համար, բայց ամեն դեպքում գրած է, որ քահանան այցելում է տուն հիվանդին իր հավատի մեջ հաստատելով այս աղոթքն է անում, այսինքն նաև ենթադրվում է հիվանդի հետ սիրտ սրտի զրույց, նորից պիտի ասեմ, ինչպես որ սրբերը, հա, հալածանքների, նեղությունների ժամանակ Աստծուց խնդրում էին մի բան, որ այդ հալածանքների մեջ Աստծուն հավատարիմ մնան, այդպես էլ քահանան այցելում է հիվանդին, որպեսզի հիվանդը իր նեղության մեջ Աստծուն հավատարիմ մնա։ Եվ բնականաբար հավատից է գալիս բժշկությունը։ Հավատից է եւ այդ մարդու հոգեվոր պատրաստվածությունից, հա, այդ ժամի տրամադրվածությունը իր հոգեվոր ճանապարհից է գալիս իր բժշկությունը։ Եվ եթե հիվանդը ծանր է եւ ապաշխարեց, խոստովանեց, քահանան կարող է նաեւ հաղորդություն տալ։ Դերեր այս խորհրդի կարևոր կետը ո՞րն է, գլխավոր կետը, մարդու ապաշխարությունը։ Խորհրդի գլխավոր կետը թե ապաշխարությունն է, թե նաև բուժման հոգու մտքի մարմնի նաև բուժման աղոթքը եւ նաև բուժումը, ինչու՞ չէ նաև բուժումն է։ Այսինքն եթե ասենք խորհուրդը անտեսանելի իրականության մեջ, ուրեմն հոգեվոր իրականության մեջ մարդու հաստատումն է քրիստոնեության ճանապարհի վրա, մարդու մեղքերի թողությունն է եւ մարդու բուժումն է։ Տեր, քանի որ իրականացման կարգի մասին խոսեցինք, ես կցանկանայի մի փոքր էլ յուղերի մասին խոսենք, առհասարակ Սուրբ Մյուրոնի, օրհնված յուղի։ Նայեք, երբեմն մենք տեսնում ենք այս կարգի վերնագիրը, հա, օծում են հիվանդած նաեւ, որովհետեւ մենք ավետարանի մեջ, հա, առաքելական թղթերում մենք տեսնում ենք, որ առաքյալը, կարծեմ Հակոբոս առաքյալը ասում էր, որ եթե մեկը հիվանդ է, թող հոգևորական Աստծո պաշտոնյան, հա, երեցը այցելի այս հիվանդին, ուրեմն նրա համար աղոթք անի, նրան յուղով օծի եւ այն ինչ որ արվում է հավատով կբժշկվի այս հիվանդը։ Սա այս ավանդությունը յուղով օծելու գալիս է բնականաբար հին ուխտից, որը որ առաքելական սովորությունն էր հին ուխտից եկած, սակայն երբ որ մենք տեսնում ենք, որ այսօր մենք այդ հիվանդին յուղով օծելու կարգը չենք ունեցել, բայեպ ենք ունեցել, հա, սենց հարց կարանք տանք։ Սահակ քահանա Տեր Սարգսյանը ասում է, որ շատ գեղեցիկ օրինակ է բերում,
ասում եմ մենք յուղով օծելու պատվիրան կամ ավանդություն չտեսանք մեր նախնիների մոտ, որովհետև Թադեոս Առաքյալը երբ որ եկավ եւ Աբգար թագավորին բժշկեց հայ հիվանդությունից, մենք այնտեղ յուղի մասին չենք կարդում։ Եվ ասում է ոչ էլ լուսավորչի կողմից, Գրիգոր լուսավորչի կողմից ինչ որ այդպիսի պատվիրան ունենք մեզ տված։ Սակայն մենք տեսնում ենք Երուսաղեմի Մակար Պատրիարքի պատասխան թուղթը, որը ուղղված էր Վրթանես Պարթև հայրապետին, որի մեջ ուրեմն Պատրիարքը խոսում է 4 յուղերի մասին։ Մերոնի մասին, Սրբայուղ, որով որ դրոշն է կատարվում, որը որ պետք է օրհնվի միմիայն հայրապետի կողմից, կամ որոշ դեպքերում, եթե դա անհնար է, որոշ քանակի եպիսկոպոսների կողմից։ Եվ օծության յուղ, երախաներին օծության յուղ, երբ որ պատրաստվել են ուրեմն մկրտության, նախ եւ առաջ այս օրհնված, որը որ կարող էր արդեն քահանան օրհնել այս յուղը, այս օրհնված յուղով օծվել է մկրտության պատրաստվող երախայրիքը, այսպես ասենք, հա։ Ուրեմն եղել է հիվանդների օծության յուղ, որը նաեւ թղթի մեջ է ասվում, եւ նաեւ ննջեցյալներին օծության յուղ։ Ուրեմն սրանով մենք կարող ենք ասել, որ այս 4 տարբերակը եղել է, բայց ինչպես որ մենք ասեցինք, հա, ինչպես որ նկատեցինք Թադեոս Առաքյալի օրինակով եւ թեկուզ մեր Տիրոջ օրինակով եւ նաեւ առաքյալների օրինակով, միտեղ յուղով էին օծում, մարդը առողջանում էր, միտեղ առաքյալի քրտինքը մաքրած թաշկինակն էին տանում, մարդը առողջանում էր, միտեղ առաքյալի ստվերն էր ընկնում, մարդը առողջանում էր, հա, մեր Տերը խոսքով էր բժշկում, դիպչելով էր բժշկում եւ այլն։ Այսինքն յուղը չէ բուժողը։ Բուժողը յուղը չէ եւ համեմատելով, հա, զուգահեռելով տեսնում ենք, որ յուղը ուղակի սովորության հարց էր, ով կօգտագործի, ով չի օգտագործի, այլ բուժողը հիվանդի հավատն է։ Բուժողը հիվանդի ապաշխարությունն է։ Սրա համար դուք մի քանի հարց տվիք եւ իմ պատասխանած, հա, գլխավոր կրկնությունը, որը որ կարմիր թելով գնում էր, ուրեմն հիվանդի հավատը, հիվանդի ապաշխարությունը, հիվանդի հավատի մեջ ամրանալը։ Տեր մի փոքր ամփոփելով, եթե նշենք, ինչու է կարևոր, որ հիվանդները դիմեն հոգեվորականի օգնությանը։ Բուժում ստանալու համար, ոչ միայն բուժում ստանալու մարմնական, այլ հատկապես բուժում ստանալու հոգեպես, հատկապես ամրանալով իրենց հավատի մեջ, որովհետև հոգեվորականը ոչ միայն գնում է, հա, ապաշխարության կոչելու, այլ նաև գնում է երբեմն մարդուն քրիստոնյային հավիտենական կյանքի մասին պատմելու, պատրաստելու, որովհետև ծանր է հիվանդը, այս հավիտենական կյանքին պատրաստելու, որպեսզի հիվանդն էլ ինքը այլևս, գիտեք, վստահի Աստծուն, վստահի հավիտենական կյանքին։ Մենք հիվանդ ժամանակ կամ ծայրահեղ հիվանդ ժամանակ, ինչպես որ մեր գրողներն են ասում, մահացողը երկու բան է ուզում, մեկ կյանք առաջինը, մեկ է լացող իր վրա։ Սա աշխարհի մահացողը, բայց քրիստոնյա մահացողը եւ քրիստոնյան ընդհանրապես մենակ մի բան ասում, հավիտենական կյանք։ Ուրեմն իսկ հավիտենական կյանք մտնելու համար այ հավատի զորությունն է պետք։ Նեղության ժամանակ, որը որ հիվանդությունն է, հավատի մեջ չսասանվելու, ինչպես որ ասեցի, սրբերը սա են խնդրում։ Սրբերը նեղության մեջ կրակների կամ, չգիտեմ, կենթանիների, գազանների առջև ընկած կամ կախված եւ երբ որ իրենց մարմինն էին քերում կամ իրենց վերքերը մշակում էին աղով եւ կծուն նյութերով, հա, քացախով, իրենք չէին ասում Տեր Աստված ինձ այս ամենից ազատի։ Իրենք ասում էին Տեր Աստված ինձ համբերություն եւ ուժ տուր այս ամենի մեջ քեզ հավատարիմ մնալու։ Ուրեմն հիվանդությունն է, նեղություն է եւ այս խորհրդի իմաստն էլ
հավատարիմ պահելու, այ քո հոգևոր հոտի անդամը, որը որ արդեն գնում է Աստծու հետ, այդ պահին հավատարիմ Աստծուն մնալու։ Շատերը տրտնջում են։ Շնորհակալ եմ։ Աստված օրհնի։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք Տեր-Հուսիկ քահանա Դոխոլյանի հետ։ Թեման կարգ հիվանդացներ։